Իրավունք ունեմ անապահ չանդրադառնալու Նինա Կարապետյանցի հայտարարությանը։ Հանկարծ բացահայտեցին, որ այս օրերին միավորվելու համար ամենակարևոր բանը սահմանադրական բարեփոխումները օգտագործելն է։ Իսկ խուլեիք չէիք լսում, երբ այն ժամանակ ասում էին, որ այս ընտրություններից առաջ պետք է համախմբվել եւ ոչ թե վերացական այնպիսի սահմանադրության շուրջ, որը թույլ չի տա, որ նոր Նիկոլներ ծնվեն։ Սա ինչ երախտամոռություն է։ Տիկին Նինա, ձեզնից չէի սպասում։ Այն ջերմությունը, այն հարազատությունը, որ զգում էի ձեզնից, եւ դուք հիմա այնպես եք ներկայացնում, կարծես թե չի եղել Հայրիկյանի բացարձակ ժողովրդավարության նախագիծը։ Չեն եղել տարբեր 17 քաղաքական ուժեր, որ ժամանակին ասել են, սա է մեր ելքն ու փրկությունը։ Հիմա դուք նոր բացահայտում եք եւ ուզում եք դրոյից սկսել, վերջ տվեք, շատ ճիշտ բան ասում եք, բայց ուշացումով։ Գոնե մի անգամ անկեղծ ասեք, որ Պարույր Հայրիկյանը առաջարկում էր, որ մենք սահմանադրության շուրջ համախմբվենք, մենք այն ժամանակ չկռահեցինք։ Հիմա եկել եք թաղելու Հայրիկյանին, Տոկագեբեն քիչ թաղեց, հիմա էլ կնոջ միջոցով ուզում են Հայրիկյանի գաղափարները թաղել, Հայրիկյանին կրկնելով, կապկելով թաղել նրա ասածը, այո, պետք է համախմբվել սահմանադրական բարեփոխումների շուրջը, դա այն ժամանակ էլ եմ ասել, բայց դուք ինչ եք անում։ Ասում եք, չէ, մենք իշխանությունը պետք է փոխենք, մենք վերցնենք իշխանությունը, խելքներդ գլուխներդ եք հավաքել, լավ եք արել։ Բայց կարծում եք բավարար չափով հավաքել եք, թե խաղեր եք տալիս։ Եթե խաղ չտայիք, ազնվորեն, անկեղծորեն կասեիք, ընտրություններին չմասնակցած Հայրիկյանը ժամանակին շատ լավ բաներ ասում, խելքներս չհասավ, հիմա հասնում է։ Այսպես կոպիտ չէ խոսի, եթե դուք թաղելով չզբաղվեիք։ Դրականը թաղելով է դրականի տերն եք ուզում դառնալ։ Ամոթ է։ Ազնվություն ունեցեք, ազնվությունն ու ճշմարտասիրությունն են հաղթողը։ Մնացածի հաղթանակը լինում է Լևոնի, Ռոբի, Սերժի, Նիկոլի հաղթանակներ։ Ուրեմն ողջունում եմ, որ դուք հասունացել եք, հասել եք այն մակարդակին, որ ամենակարևոր բանը մեր ազգային հավաքական կյանքում փոխելու ամենահիմնական միջոցը դա այսօր սկսված եւ իշխանությունների ձախողած սահմանադրական բարեփոխումների գործի տեր դառնալն է, բայց մի զբաղվեք անվայելուչ հայտարարություններով եւ կատարված ուրանալով։ Երախտամոռություն նշանակում է չպատվել ծնողներին։ Չպատվել ծնողներին նշանակում է կարճ ապրել։